Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում եւ այսօր իմ հյուրը բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Արզումանյան հրավերս ընդունելու համար։ Սպասված հանդիպում էր։ Կարծում եմ շատ կարևոր եւ հետաքրքիր թեմաների շուրջ միասին պետք է զրուցենք եւ փորձենք ամենակարևորը ելքեր մատնացույց անել, ինչը մեր ժամանակների համար ամենակարևորն է, կարծում եմ։ Ուզում եմ ձեր հոդվածներից մեկի մեջբերումով սկսել։ Մենք հիմնավոր մոռացանք, որ անկախությունն ու հաղթանակը մեզ նվեր չէր ու հնարավոր էր դրանք կորցնենք։ Ապա նույն հոդվածում շարունակում եք հետևյալ միտքը. մենք մեր ձեռքով օրը ցերեկով մեր մինուճարին վարի ենք տալիս։ Անկեղծ ասած շատ այսպես զգացմունքային պահեր ապրեցի եւ սարսափ զգացի այն իրողությամբ, որ մենք այսօր ապրում ենք հենց այդ վախի անհանգստության իրողության մեջ։ Միաժամանակ կարիք կա հասկանալու, լավ, ինչու էսպես եղավ։ Մենք որ հաղթած էինք, մենք որ Արցախ էինք կարողացել, երկար դարերի ընդմիջումից հետո մենք կարողացել էինք մեր մեջքը շտկել ու Արցախ էինք հետ բերել, թեպետ ոչ ամբողջությամբ։ Տիկին Արզումանյան, բայց հաղթանակ ունեցանք, մեր տղերքը բկան եռաբլուրը գնացին, հաղթեցին եւ մեզ տվեցին մայիսյան նաեւ հաղթանակներ։ Լավ, այդ ինչ չարեցինք այդ տարիների մեջ, այդ ինչ մեծ բացթողումներ ունեցանք, որ կորցրել ենք այսօր, հայտնվել է ինչ որ մեկը եւ մեզանից ամեն օր գողանում է մեր հաղթանակները, գողացել է արդեն մեր հաղթանակները։ Մտածել եք ինչ բացթողում ենք ունեցել, որտեղ ինձ թվում է, որ անցած տարիների մեջ է եղել ինչ որ շատ լուրջ բացթողում, որ ունենք այսօրը։ Դա այն թեման է, որը ես անընդհատ դրա մասին գրել եմ, անընդհատ։ Ես այն մարդկանցից եմ, այսպես ասած, այն մտավորական բառը մի քիչ շատ է աղավաղվել ու արժեզրկվել, բայց նրանցից եմ, որ գրել եմ անվերջ։ Այսինքն ես կարծում եմ, որ անգամ խոսելու իրավունքը պետք է ձեռք բերել։ Ես այդ իրավունքը ձեռք եմ բերել, որովհետև անկախության բոլոր տարիների ընթացքում ես գրել եմ։ Ես մոտ շուրջ 100 հոդված ունեմ, որից երևի 40-ը հրապարակախոսական։ Տեսեք, այդ անկախության տարիներին, որ կային, որ հրճվում էին հրաշալի ռեստորաններ են, հրաշալի հյուրանոցներ են, ինչ որ շինարարություն է, բայց իմ մեջ կար այն վախը, որ մենք սխալ ենք ապրում։ Մենք անկախությունը չհասկացանք դա ինչ է։ Չհասկացանք։ Գիտեք ինչ, հեշտ չի տրվել, բացարձակ դժվար է տվել, շատ դժվար, պատերազմով։ Եթե սովետական այլ երկրներ կարողացան անջատվեն առանց շատ ճիշտ ով էր ասում, որ սովետական միությունը քանդվեց առանց արյունի, բայց հետո արյուն շատ թափվեց։ Ցավոք սրտի այդպես եղավ, բայց մենք չգնահատեցինք ոչ հաղթանակը, ոչ ապանը, ոչ մեր անկախությունը։ Ես շատ եմ այդ ուղղությամբ մտածել, որովհետև այն մարդն եմ, որը ապրում է հայրենիքի ցավով։ Ինձ համար ցավոք սրտի, որովհետև տառապում եմ երկար տարիներ։ Տեսեք, դա անկախությունը մի տեսակ, ոնց ասեմ, որ ճիշտ լինի, դա մեր բարոյականության գնահատականն էր։ Բարոյական նկարագրի քննությունը, մենք չհանձնեցինք այդ քննությունը, չհանձնեցինք, որովհետև ես միշտ համեմատելու տեղ ունեի, ես համեմատում էի 88-ի մեր սերնդի հետ, 88-ի Ղարաբաղյան շարժման հետ։ Մենք ինչ էինք, միակամ, միակարծիք, համախմբված նույն գաղափարի շուրջ, ճիշտ է, կրթված։ Ինչ արեցինք մենք այս 30 տարվա մեջ, որ հասանք այս վիճակին։ Գնաց շատ ուժեղ դեգրադացիա, շատ ուժեղ։ Ես չգիտեմ մտածված թե չմտածված գնահատականներ չեմ ուզում տամ, բայց ես կարծում եմ, որ թեկուզ մեր հանրապետության առաջի անկախության առաջի նախագահը կարող էր դա հասկանալ, թե ինչ արժեք ունի կրթությունը հասարակության համար, բայց մենք ինչ արեցինք։ Այ վարի տվեցինք առաջինը մեր կրթությունը, մենք չգնահատեցինք մեր հաղթանակը, պետք է ճիշտ գնալ 88-ի այդ հզոր շարժման, այդ էներգիայի վրա ինչ երկիր կարելի էր սարքել,
հսկայական հրաշք երկիր, առավել ևս որ մենք ունեինք արդյունաբերական երկիր, ինչ արեցինք մենք մեր ձեռով դրեցինք ու բզիկ արեցինք մենք հայրենիքը, բզիկ, փակվեցին բոլոր գործարանները, հիմա եթե ասեն այն ժամանակ հնարավորություն չկար, լավ էլ հնարավորություն կար, եւ պահելու եւ վերաձևավորելու ամեն հնարավորություն կար։ Ինչու չարվեց, ունեք այդ Չգիտեմ ես ինչու չարեցինք, որովհետև գիտեք ոնց հիմա մի քիչ խոսքս երևի խառը կստացվի, բայց այնուհանդերձ կտանեմ նույն ուղղությամբ։ Մենք երբ որ ես բանասիրական ֆակուլտետ եմ ավարտել համալսարանի, պատկերացնում եք թե ինչքան գիրք են կարդացել, երբ որ մենք կարդում էինք սկսած Խորենացի, Նալբանդյան, Աբովյան, Թումանյան եւ այլն գալիս են, անverջ կա հայի ցավը, պրոբլեմը, տառապանքը, հայ գրողի տառապանքը։ Դա անվերջանալի ինչ-որ մի շղթա է, դարերով։ Մենք այն ժամանակ ջահել էինք եւ մեզ թվում էր, թե այդ ամբողջը անցած պատմությունն է, անցած։ Ես մտածում էի, որ տեխնոլոգիայի զարգացման հետ միաժամանակ մարդը կքաղաքակրթվի եւ այլն, բայց տեխնոլոգիան զարգացավ, մարդը հետ գնաց, պարզվեց ոչ էլ թե կրթվեց։ Այսինքն պարզվեց հանկարծ, որ Թումանյանի նամակները այսօրվա մասին են։ Ինչպես քարակներից մեկն էլ Թումանյանի։ Այդ դա սարսափելի բան է, հասկանում եք, սարսափելի, երբ որ դու կարդում ես, որ մենք ներսից պետք է մաքրվենք։ Այսօրվա մասին չի, Թումանյանի խոսքերը չեն։ Եվ գիտեք ինչն է ապշելու, երբ որ դու դա կարդում ես դարերի ընթացքում այդ ցավն ու մտահոգությունը, հանկարծ գալ սարսափում ես, որ իսեր Աստծո ասում ենք հայի ճակատագիր, ներողություն ես, եթե դա մեր նկարագիրն է։ Դուք այդպես կարծում եք։ Այո։ Իմ հիասթափությունը այն աստիճան է, որ ես հիմա եկել եմ այդ ցավալի եզրակացության, իսկ գուցե դա մեր նկարագիրն է։ Հիմա գուցե փորձեմ ավելի կարող ձերբազատվել, այսինքն եթե դա դառնում է նկարագիր, դա հիվանդությունն է, դա ազգային հիվանդություն, այո, ինչ աստիճանի հայրենասեր ու հայասեր մենք պետք է պետության ղեկավար ունենանք, որ կարողանա մեզ ներշնչել, որ հայրենիք ասվածը այս մի բուռ Հայաստանն է, ոչ թե իմ տունը։ Ես իմ բոլոր հոդվածներում դրա անունը դրել եմ տնամերձի հոգեբանություն։ Եթե դուք նայեք մեր շուրջը, այդ սեփական տները, մեր մուտքերը, մեր բակերը եւ այլն, կհասկանաք ինչ եմ ասում։ Իմ սեփականն է մենակ այս իմ տունը։ Հա, ունենք այդ խնդիրը։ Կծաղկեցնենք, ծառ կտնգենք, ծառիկ կտնգենք, կմաքրենք, կշահենք, կպահենք, մի քայլ ենկոմ աղբ կշպրտենք։ Չի լինում այդ։ Պատճառը երկար ժամանակ պետականություն Պատճառը չգիտեմ, դրա համար եմ ասում, դա նկարագիր է։ Իմը, իմ սեփականը, դա մենակ իմ սեփականն է։ Հա, դա հասկանում եք, մենք պարիսպներ ենք սարքում մեր տան շուրջը, սեփական տան շուրջը, բայց մենք մեր երկրի շուրջը պարիսպ այդպես էլ չսարքեցինք։ Անվտանգությունը պաշտպանող, հասկանում եք, հենց թեկուզ ամենաուղիղ իմաստով պարիսպ, որ իմանայինք այս ամենն է, այնն էր մերն է, ու մեկը չգարա ձեր, որ կադաստրի թուղթ չունեք, այդ նրանցն է, ոչ թե մերն է, հասկանում եք։ Եվ մենք աղավաղեցինք, ապշելուն, գիտեք ոնց է, մենք այսօր այդ էլ մի ուրիշ թեմա է, այնքան թեմաներ շատ են, մենք ռսիստ տուրքն էինք եղել, այդ տխմարությունը ով մցրեց այս ժողովրդի գլխին, իսեր Աստծո, հատուկ արվում, պարզ է, բայց մենք այն ժամանակ, գիտեք ինչ, սովետական միությունը մեծ պրոբլեմներ ուներ, 37 թիվ եղավ, բայց դա մենակ մեզ չէր վերաբերում, դա ամբողջ երկրին էր, հետո գնաց ու գնաց, ես 70-ականների սերունդն եմ, եւ 70-ականները ինչ էին դա գրագետ սերունդ, անվճար բժշկություն, ամուսնանալուց, չգիտեմ, տուն էին գրվում գործարաններում եւ այլն, բնակարան էին ստանում, անվճար կրթություն, մենք ինչ ենք այդ ամեն ինչը մորթակ եւ կարդացած սերունդ։ Եվ այդ տղերքն էին 88-ին։ Այո, եւ 88-ի տղաներն էին, 88-ի սերունդն էր, որ հող հետ բերեց, որ միակամ կանգնած է շապարակում։ Ինչ արեցինք։
Մենք անգամ հերոստատեսությունը, ես մենակ 8 հոդված ունեմ հերոստատեսության դեմ։ Հերոստատեսությունը ամենադավաճանական դերը խաղաց այս ամբողջ 30 տարվա պատմության մեջ։ Եվ շարունակում է։ Եվ շարունակում է, թե չիմա ընդհանրապես սարսափա։ Բայց ինչ աղբ, մատուցվեց աղբ։ Մատուցվեց սերիալներ, տխմարագույն սերիալներ, անգամ այն որ հայ ժողովրդի մենտալիտետին չի համապատասխանում այդ երևույթը ընդհանրապես, ասենք երեխա գողանալը մեր հայ ժողովուրդը ունի որոշակի այնուամենայնիվ չափորոշիչներ ազգային, երեխա գողանալը մեզ մոտ ընդունված բան չի, հասկանում եք, բայց դաժե այդ սերիալներում կա, անգամ դա սերիալներում կար, հասկանում եք, սերիալները անմակարդակ ուսումնական հաղորդումները վերացան, նորմալ մուլտֆիլմերը վերացան, նորմալ ինչ դառավ աղբ, իսկ նոր կայացող հանրապետության համար հերոստատեսությունը դա զենք է։ Այո, դա քաղաքականության մի կտորն է, որ պետք է դարձնի իր զենք կրթելու համար, այսինքն ժողովուրդը բռախի տվեցին, ներողություն այս բառերի համար, երբեմն ես բանասեր եմ ու բառեր օգտագործում եմ, որոնք այնքան էլ ականջահաճո չի երևի, բայց այնուամենայնիվ կա մեր բառը եւ համապատասխանում է, ինչ արեցին փաստորեն անգրագետ սերունդ։ Ուսուցչի դերը արժեզրկվեց։ Հասկանում եք, ուսուցչի հանդեպ հարգանքը անհետացավ։ Հարուստ ծնողը կարողավ ինչ ուզի անի ուսուցչի հետ։ Խավը հարուստներ ու աղքատներ, ընդ որում հարուստները անգրագետ։ Հասկանում եք, հասարակությունը իր դիմագիծը փոխեց։ Եվ ես այդ ամեն ինչը տեսնում էի ու տառապում էի։ Մենք, ես հիշում եմ 2005 թվականին, ես առաջի անգամ, ես մի քանի անգամ եմ գնացի Արևմտյան Հայաստան, դե ցավը շատ է, երբ որ գնում ես, ցավում ես այդ մենակ Վանալիճը տեսնելուց արդեն արցունքներիդ տեր չես կանգնես։ Մերոնք ասում էին խմբով, համալսարանականների խմբով էին, ընդ որում Գագիկ Կինոսյանն էլ մեզ հետ էր, ափսոս Գագիկը, եւ անընդհատ ասում էին, այ մենք հետ ենք բերելու, իմ մեջ գիտեք ինչ էր, այն հարցը, հələ մի տեսնենք Ղարաբաղը պահելու ենք, որ սրանք էլ հետ, այդ վախը ինձ մոտ միշտ եղել է, վախը, որտեվ սխալ էինք ապրում, հասկանում եք, սխալ ապրելու արդյունքն էր այսօր եւ այս անունը չեմ ուզում տամ սրա հայտնվելը մեր իրականության մեջ եւ Արցախը կորցնելու, դա մեր սխալ արդյունքն է, սխալ ապրելու հետևանքն էր։ Տիկին Արզումանյան, ես վերջերս մի հարցազրույց ունեցա Գորիսի տարածաշրջանի մեր շատ հարգված քահանաներից մեկի հետ, Գորիսի տարածաշրջանի հովիվն է, հոգևոր հովիվն է, Տեր Ահարոնը։ Այսպիսի մի միտք ասաց, երբ որ ես ասում եմ պատճառները, լավ, ինչն է պատճառը, որ մենք այս իրավիճակում ենք, նույն հարցը իրեն ուղեցի, նա որպես հոգևորական մեջ բերեմ, ասում է, մեր ազգի հավաքական մեղքի ծնունդն է նաև այս չարիքը, որ այսօր ղեկավարում է մեզ, եւ ասում է ազգը անհատներից է բաղկացած, երբ ամեն անհատ ապաշխարի, ազգի մեղքը կքանդվի եւ ազգը կազատվի այս չարիքից։ Որպես հոգեվորական նա կարծում է, որ մենք լուրջ լինելով քրիստոնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգը աշխարհում է պետությունը, ժողովուրդը, ինքը գտնում է, որ մենք իրավունք չունեինք այդքան մեղքեր մեր վրա բարթելու եւ հենց այդ մեղքերի ծանրության տակ կքած լինելուց է, որ մեր աչքերը չի բացվում, մենք չենք տեսնում նաեւ ճշմարտությունը, իրականությունը, շատ հաճախ անգամ ասում է, այ Արցախը կորցրեցինք, որովհետեւ այդ մեղքերի մեջ էինք մտած, փոխարենը ամրացնենք, ինչպես դուք եք ասում, ամուր Պարիզ կառուցեինք, հա, Արցախն էլ ամրացնեինք որպես այսպես թիկունք Հայաստանի նաև ինչ արեցինք, զբաղված էին ինչերով։ Մենք մեր երկիրը քանդելով։ Հիմա գիտեք, ես մի քիչ դժվարանում եմ այդ տեսանկյունից նայել։ Ես իհարկե հավատացյալ եմ, քրիստոնյա եմ, այսօր տառապում եմ այդ ամեն ինչի համար, ինչ որ կատարվում է մեր եկեղեցու շուրջը, բայց չեմ կարող այդ տեսանկյունից դատել, որովհետև ես չեմ հասկանում այ ազգային մեղքը, որն է մեր մեղքը։
Մտածում ենք, ասենք ուրիշ ազգեր մեղք չունեն, որ հենց այդ է, լավ էլ չէ, ապրում բացի են, հա, այդ, վայելում են։ մենք երբեք չենք հարձակվել, երբեք չենք կոտորվել, երբեք տենց ինչ որ նկրտումներ չենք ունեցել ուրիշի հողերի, ուրիշի ազգի եւ այլն։ Եթե մենք մեղք ենք գործել, մենք մեր հանդեպ ենք մենք մեղք գործել։ Մենք մեր երկիրը քիչ ենք Այ սովորել։ հենց այնինչ նոր ասում եք, դա մեղք չի, որ չկարողացանք պահել մեր անկախության։ Մենք մեր երկիրը քիչ ենք սիրել։ Այն եթե ես էտեն ինչ որ ես փաստորեն մի քիչ առաջ ասեցի, իմ տունը իմ Հայաստանը պետք է լինի։ Այ եթե ամեն հայ դուք ասում եք մեղքից դուրս գա, ես ասում եմ գուցե դա մեղք էր, ես չգիտեմ, դա այդ տեսանկյունից ասեմ, չեմ կարող դատել, բայց եթե յուրաքանչյուր հայ մի օր հանկարծ հասկանա, որ իմ տունը իմ Հայաստանն է ամբողջությամբ, ամեն ինչ տեղը կընկնի։ Իմ տունը իմ Հայաստանն է, որտեղ ես չեմ թափի, չեմ կեղտոտի, չեմ մնդռի, անօրինական շինարարություն չեմ անի, մեքենաս ոնց ուզեմ, որտեղ ուզեմ չեմ կանգնացնի, որտեղ հարգանք պետք է լինի կողքինի հանդեպ, ուրիշի երեխու ունեցածը չեմ վերցնի, ուրիշի ունեցածը չեմ գողանա, սա իմ հողն է, իմ հայրենիքն է, գնում են քեֆ են անում, ապականում են այդ տարածքը դուրս են գալիս։ Հիմա դրան ինչ ասես, մեղք չի, մեղք է։ Հա, հասկանալի է։ Էսա, իմ կարծիքով այսա է։ Ես մի հարց կուզեմ նաև, որ դուք դիտարկեիք դա եւ հիմա իմ մոտեցումը բարձրաձայնեմ եւ լսեմ ձեր կարծիքը, ինձ համար շատ կարեւոր է։ Տեսեք, երբեմն ինձ թվում է, որ մենք մի քիչ շատ ենք վերցնում, մենք արդյոք ամեն ինչում մենք ինքներս մեր ներսն է մեղավորը, հա, մենք ինքներս հայերս ենք մեղավորը, թե կան նաև արտաքին գործոններ, որոնք նաև հենց ազդում են այս ամբողջ ընթացքի վրա։ Բնականաբար։ Այո, բնականաբար կան, բնականաբար։ Եվ հիմա դրա հետ կապված օրինակը բերեմ, շատերն ասում են աշխարհաքաղաքական դիրքը, ես դա կա անշուշտ, բայց ես դա թողնում եմ դեռ մի կողմի վրա։ Ուզում հետեւյալ հանգամանքին անդրադառնամ, Տիկին Արզումանյան, տեսեք, մենք փոքր ազգ ենք, փոքր ժողովուրդ ենք, բայց մենք երբեմն մեր գինն էլ քիչ գիտենք, էլի լավ մեզ չենք ճանաչում։ Թշնամին օտարը ավելի լավ գիտի ով է հայը, եւ դա իսկապես այդպես է։ Հիմա այդ օտարն ու թշնամին տեսնում եմ, որ այս փոքր ժողովուրդը մտավոր, հոգեվոր, մշակութային ահռելի ժառանգություն ունի, դարերից բերած։ Ինքը նոր է ստեղծված, ինքը հզոր է, ինքը ուժեղ է եւ դառնում է անհանդուրժող մեր այդ ունեցած ժառանգության հանդեպ, ասում է, իսկ որպես փոքր ազգ, հա, մի քիչ նախանձոտ գուցե եւ մենք ունենք չէ շատ փաստեր կան դրա համար։ Հիմա եթե բարձրաձայնենք, կարող ենք հերթով թվել մեր եկեղեցու առաջնահերթությունն է դա, մեր մշակութային շատ կարեւոր փաստեր ունենք։ Հիմա մտածում են այդ բոլորը խլելու մասին։ Հարևան Ադրբեջանը հերո չգնամ, թշնամական պետությունը ինչով է զբաղված, այդ խլելով է զբաղված, իսկ խլելու համար ինչ պիտի անի, բնիկին պիտի ոչնչացնի, պիտի յուրացնի, Արցախը վկա, Նախիջևանը, հերո չգնանք, ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Չեք կարծում, որ մենք ակամա չուզելով, ինչպես դուք եք ասում, մենք ուրիշին վատություն չարած ազգ ենք, ինչ են կարևոր չէ, այդքան մեղքեր ենք բարդել, բայց ակամա դարձել ենք այն թիրախը, որ մեզնից անդադ պիտի պոկեն, մեզնից պիտի տանեն։ Գուցե նաև դա է պատճառը, որ մենք անընդհատ այդ խնդիրների մեջ ցեղասպանության բովով անցանք, հազարումի, հա։ Ես չեմ կարողանում տենց բացատրեմ, ես չեմ ուզում տենց բացատրեմ։ Ես չեմ ուզում մեր մեղքը կապեմ ուրիշի։ Չէ, մեր մեղքը գիտակցելով մեր մեղքն է, որովհետև տեսեք, հիմա մենք 100 տարի առաջ մենք նույն վիճակում էինք։ Արևմտյան Հայաստանը կորցրեցինք, չէ՞։ Արևմտյանը մոտ 100 տարից մի քիչ էլ ավել առաջ սովետական իշխանություն եւ որ պետք էր ճիշտ կողմնորոշվել։ Կամ վերջապես ոնց պատահեց, որ միշտ ասում ենք ծովից ծով Հայաստանից մնաց էս մի բուրը։ Մեր խելքից է։ Հա, որովհետեւ մեր ազգի 10%-ն է հայրենասեր։ Բայց ամեն ազգի մեջ այդպես է։ Ամեն անգամ ճակատագրական իրավիճակում մենք այդ 10%-ին դնում ենք զոհասեղանին ու փողը պահում ենք կորուստներով։ Դե համայել մեր ունեցածի 10%-ն է մնացել։ Հիմա առավել եւս ասում եք, իհարկե մեծ աշխարհաքաղաքական խաղեր են, այդ խաղերի մեջ իհարկե կանք, իհարկե հաշվարկներ կան, իհարկե խառնվում են, իհարկե այսօրվա չարիքը մեր գլխին բերված չարիք է եւ այլն, բայց դա արդյոք չի նշանակում համախմբվելու հնարավորություն, առիթ, տարբերակ։ Մեր ժողովուրդը սարսափելի պառակտված է։
Սարսափելի։ Դե դա մտածված էր, դա ծրագիր էր, դա հենց այս երևույթի ծրագրի առաջի կետ էր, բաժանի որ տիրես։ Դա հենց միանգամից թիրախավորվեց, բաժանեց, որ տիրի։ Ես ցավում եմ, որ պարզեց, որ մեր ժողովրդին ամենալավ ինքն է ճանաչում, կամ էլ երկար ուսումնասիրել էին ու գրե տվեց ձեռքը։ Ինչևէ, հիմա նայեք, մենք պառակտված ժողովուրդ ենք խայտարակ, ինչ մի հատ փայտիկի հարվածով, սև ու սպիտակ, ֆեյքերով ու հանկարծ ժողովուրդը սկսեց իրար քրքրել։ Խայտարակություն չի։ Խայտարակություն չի։ Տեխնոլոգիաները շատ ուժեղ են Չէ, բայց աշխատում մեր վրա։ անհատները նայում ես կանայք են։ Այդ տեխնոլոգիան աշխատացնողը կին չի, ջահել աղջիկներ չեն, տղամարդիկ չեն, մեր հայերն են։ Մեր հայերն են, երբ որ զոհվածների ծնողները քայլեր են անում, տակը կարող են այլանդակություն գրել։ Երբ որ արցախցիների մասին, որոնք տնավեր, բնավեր եկան, հասան որփի նման այստեղ ու դրանց հասցեին այլավատ բան գրել, դա կոչվում է մարդ։ Արդարացում են, ասում են, Անողը վճար են հայա, ստանում, չէ։ անում են։ Բա Ամենասարսափելի արդարացումը չի։ Հետո իհարկե ինչ որ բաներ արեց, որ էլի այդ հակամարտությունը գնաց, հասավ ծայրակետին, պառակտվեց, հետո սկսվեց ինչ որ բաներ, որոնք այն խավը, որը իրան պաշտում էր, հանկարծ հասկացավ, այն խավը, մեր խավը, որ միշտ գիտեր ով է, միշտ ենք խանգարված եղել եւ միշտ տառապել ենք հասկանալով թե բուհերը պետք է առանձնանան գնան, այսինքն փակվեն, ակադեմիան պետքա փակվի, պատմությունը պետքա աղավաղվի, չէ, Մաշտոցի նկարը պետքա հա դրա համար ես կարամ տառապեմ ու շատ քչերը երևի ընդհանուր ինչ որ մի խավ կար պաշտամունք, որովհետև ասում էր ես ձեզանից մեկն եմ։ Ճիշտ է, չնայած ես այդ ընդհանուրին ես միշտ կուզեի հարց տալ, ինչա փոխվել ձեր կյանքում այս 7 տարվա մեջ։ Բացի նրանից, որ երկրի պետական պարտքը կրկնապատկվել է։ Հիմա, բայց հետո քայլեր արվեցին, ասենք, տրանսպորտի թանկացում, հարկային օրենսգիր, որ այդ խավն էլ մի քիչ սկսեց տեղաշարժվել, սկսեց հասկանալ, բա քեզ սիրահարված էինք, բա ինչ-որ բաներ էիր խոստացել, այսինքն դուք հարստանում եք, մենք մնում ենք նույնը, ու այդ խավն էլ տեղաշարժվեց։ Հետո ցեղասպանության այդ երևույթի այդ մեկից սարսափելի բաներ են, չես կարողանում անգամ ասել։ Այդ ցեղասպանության այդ զառանցանքը, որ գուցե մենք ենք պատճառ եղել, որպես ցեղասպան եւ այլն, այսինքն ինչ որ բաներ, որ ժողովուրդը սկսեց արթնանալ կամաց, չէ՞։ Այո։ Հիմա ամենացավալին, որ մենք կոնկրետ, այսպես ասած, կոնկրետ ընդդիմություն չունենք։ Կամ էլ եթե ունենք, որը լեզվակռվի ձևով արտահայտվում ազգային ժողովում, ճիշտ է, լավ ելույթներ են ունենում, ազգային եւ այլն, փաստեր են բերում, բայց դրանից ինչ օգուտ ենք ստանում, բացարձակ վերջում քվեարկում են, ինչ որ իրանք ուզում են քվեարկել։ Մեջտեղ եկավ այս եկեղեցու դեմ այս հարձակումը, դա մի հատ սարսափելի բան է, իհարկե սարսափելի բան, պարզվա, որ կա այստեղ մի բան, կաթողիկոս այդ հիմարությունները, ընդհանրապես այդ կուսակրոնություն եւ այլն, երևի գիտեք թե դա ինչ է, ուղղակի այդ կուսակրոնությունը ոչ մեղքերի մեջ կա գրված, ոչ որևէ, դա ուղղակի որ ժառանգներին եկեղեցու հարստությունը չգնա, այդ ընդհանրը, այսինքն դա ինքը գտավ ամենաէժան բանը, որ այդ շատ ցածր խավին, որը իրան դեռ սիրահարված է, իր խելքի մոտիկ բան ասեց, բայց չաշխատեց։ Այո, չաշխատեց, որովհետև ինչքան էլ մեր ժողովուրդը տգետ դառնա ցավոք սրտի, բայց կան գենետիկորեն նստած արժեքներ։ Ընտանիքի գաղափարը ունենք, այնուամենայնիվ հայրենասիրության այդ մի գիծ կա, որ կա, մեր հավատքի հանդեպ ինչ որ բան կա, այդ հասարակ ժողովրդի մեջ եմ ես ասում, այն մաքուր մնացած ժողովրդի մեջ։ Ժողովուրդը այնուամենայնիվ միավորվեց եկեղեցու շուրջ։ Ես հիմա հույս ունեմ, այսպես ասած, որ ինքը անելու այն ինչ որ ընդդիմությունը չկարողացավ անի։ Այսինքն ինքը հենց իր ձեռով, ինքը այնքան է այլանդակություններ անելու, որ ժողովուրդը միավորվի։
Լուրջ եմ ասում, հույսս դրել եմ դրա վրա։ Հիմա դուք տեսնում եք, դե հա, դա չէ, դա սարսափելի է, Արցախի կորուստը դուք չեք պատկերացնում։ Ինձ համար ցավը Արցախի կորուստի ինչ աստիճան է։ Երևի չեք պատկերացնում։ Ես պապայիս կողմից Արցախցի եմ եղել։ Իմ պապայիս եղբայրը այսօր վերջերս մահացավ։ Արցախում էին, ինքը ամբողջ իր գերդաստանով տեղափոխվեց այստեղ։ Հոր եղբայրս 2 տղա է պատերազմում կորցրել, առաջի պատերազմում։ Ես եղբայր եմ կորցրել առաջի դուք պատկերացնում եք Արցախի թեման ինչ ցավոտ է ինձ համար։ Ինչ ցավոտ է։ Ես ուղղակի մտածում եմ, որ ժողովրդի գիտակցության վրա եմ հույսս դրել։ Գիտակցության վրա, որ բաց աչքերով կսկսի նայել, թե ինչա կատարվում, հասկանում եք։ Բաց աչքերով ու կմիավորվի։ Ես հույսս դրա վրա եմ դրել։ Տիկին Արզմանյան, բայց մի փոքր որ հետ գնանք 2018-ին ձեր կարծիքով ինչ կատարվեց։ Ես որտեվ շատ կարևորում եմ այդ քարոզչա մեքենայի աշխատանք, այդ որ ձեր խոսքում ասացի գրել տվել են երևի կողքը իրեն ձեռքը տվել են, նայել այդ օրակարգը իրականացնում։ Ինչ կատարվեց, եկավ դագաղներով, հիշում եք, սարսափելի, այո, այդ տարանջատումը, լավ ասեցիք, բաժանիր տիրեցի, այդ բոլոր տեխնոլոգիաները շատ հրաշալի գործեց Մանվել Գրիգորյանի դեմ կատարված այդ բանը, որտեղ պատերազմ քանի տեխնոլոգիան Հայաստանի ժողովրդի վրա պարտվեր, Մանվել Գրիգորյանը պետք չէր։ Ես այդ այո, այդ ամեն ինչը, բայց ես բարձրաձայն չեմ ուզում իմ մտածածը ասեմ, որովհետև չեմ ուզում անկեղծ ասած նախկին իշխանությանը որևէ ձևով չգիտեմ, իմ կարծիքը պարզավոր բերեցին, սա գուցե դրսի պարտադրանքով թե ինչ, բայց ամբողջ սցենարն այնքան տեսանելի է ոնց եղավ։ Դրսի պարտադրանքով, իսկ ուղղակի գիտեք ինչն է ցավալին, ժողովուրդը այն գնաց, որովհետև հոգնել էր։ Այդ հասկանում եք, դժգոհ էր։ Այդ դժգոհությունը չպետք է լիներ, հասկանում եք։ Չպետք է լիներ, բա ինչի եմ ասում, մեր 30 տարի համահանեցինք, 30 տարի, հասկանում եք, եթե մենք ճիշտ ապրեինք, մենք սարքեինք մեր երկիրը, մենք խոնարհվեինք հերոսի գերեզմանի առաջ, մենք ճիշտ քաղաքականություն տանեինք, մենք արժևորեինք կրթությունը մեր իրականության մեջ, արժևորեինք խելոք մարդկանց, գնահատեինք գիտնականներին, հասկանում եք, փորձեինք բարձրացնել մեր մշակույթը, մենք այդ պոտենցիալը ամբողջ ունեինք, մեր հասարակությունը այդպեսին չէր լինի եւ հասարակությունը չէր կանգնի սրա կողքին։ Այո։ Հասկանում եք, դժգոհությունը կանգնացրեց սրա կողքին, այդ չպետք է դժգոհ լինեինք, ինչի եմ ասում։ Այնքան լավ միտք է ասել Միքայել Սրբազանը վերջին իր ուղերձում, ես գրել եմ որպեսզի հատուկ հիմա թե այս իրավիճակը ինչ է, գրում է հիրավի հայրենադավը գտել է տիրադավերին, ողորմելին խղճալիներին, անամոթը անպատկառներին, անբարոյականը բարոյազուրկներին, ճղճիմը չնչիններին, ամեն ինչ ասված է։ Իհարկե։ Ու ես ասեմ, էլի վերջերս եմ հոդված գրել, ասեմ, որ ասում են ով բերեց։ Ինձ համար կարևոր չէ ով բերեց։ Կարևորը որ կատարողն է գտնվել։ Այս նույն բանն է։ Այո, շատ ցավալի է, որ կատարողը հայերի մեջ գտնվել է հայ կատարողը։ Ինձ ամենաշատը։ Դե աշխարհում այդ սցենարը հիմա հստակ իրականացում է։ Քո ներսի ձեռքով քեզ քանդում են։ Մտան, գտան այս մարդուն, դարձրեցին ամբողջությամբ իրենց օրակարգ իրականացում, այսինքն այդ տրոյական ձին է։ Այո։ 18-ին բերեցին եւ դրա համար պարարտողը անգրագետ Մասան, որին շատ հեշտ է խաբելը։ Հիմա որ մենք նայում ենք 18-ից, այս մարդկանց գործիքը, ամենայն ուժեղ գործիքը սուտն է։ Խաղաղության պարագայում են ստում, վեհափարի պարագայում են ստում։ Ասում է ես Քրիստոսի հոգու մեջ եմ, Քրիստոսի մեջ է։ Ես եկեղեցու զավակն եմ, չէ, բայց զարուրելի է սա։ Մենք աբսուրդի թատրոնում ենք։ Ասում է եւ քանդում է եկեղեցին։ Հա, բայց որովհետեւ կողքը կանգնող մարդ կա։ Իդեպ մի բան եմ ուզում ասել, ես վերջերս Լևոն Ջավախյանը մի գիրք է գրել Տուն գնացող արևը։ Շատ լավն է։ Եվ այդտեղ ուրեմն ինքը, այսպես ասած, այդ
դրան հավատացողներին բաժանել է 3 մասի։ Նրանց հետաքրքիր է, որ ասում է առաջին մասը անարատ ապուշներն են, բառացի եմ ասում, թող չվիրավորվեն դրա կողմնակիցները, ասում է անարատ ապուշներ են, որոնք իրանք անմեղ են, իրանք սիրո ի վիճակի մարդիկ են, դե հիմա սերը աթարին է կապել։ Այդ առաջի հատվածը։ Մի հատվածն էլ շահամոլ, պնակալես, այդ շահամոլ իր կողքը կանգնած մարդիկ են, պնակալես եւ իրանք վաղվա օրը անտեսող, վաղվա օրվա մասին չմտածող, այսօրվա մենակ հարց լուծող այդ մտավորական կոչվածները, որոնք խոսում են, այսպես ասած, եւ երրորդ հատվածը ասում են դրանք էլ ազնիվներն են, որոնք առանձնապես չեն տարբերվում ապուշներից, բայց դրա ստերը ընկալում են իրենց ազնվության չափանիշով։ Հետաքրքիր վերլուծություն է, այո, եւ հավանական։ Եվ հիմա նաև իմ ձեռքի տակ ձեր գիրքն է, ասացիք մեր հարգարժան շատ սիրելի գրողի գրքի մասին, ես մի անգամից ուզում եմ նաև ներկայացնել ծանոթ անծանոթ էջեր, Լիլիթ Արզումանյան, ինչի մասին եք գրել, Տիկին Արզումանյան։ Ես դեռ չեմ հասցրել կարդալ, պիտի անպայման կարդամ։ Ես ասեմ, նախաձեռնեցի գրել իմ սերնդի կյանքը, որովհետև ինչ որ շատ տխուր ու դաժան ստացվեց մեր սերնդի կյանքը։ Մենք ծնվեցինք լրիվ ուրիշ հասարակարգում, մեծացանք լրիվ ուրիշ հասարակարգում, կրթություն ստացանք ամեն ինչ ընդեղ ու հանկարծ մեկ էլ շեղք հայտնվեցինք բացարձակ ուրիշ հասարակարգում։ Մենք տեսանք երկրաշարժ, անքանակ միտինգներ, որոնց ես անընդհատ մասնակցել եմ, չգիտեմ ինչի, հեղափոխություններ, դաժան պատերազմներ, զոհեր, ընկերներ կորցրեցինք, հարազատներ կորցրեցինք, շատ տխուր ստացվեց։ Ու ես որոշեցի գրեմ այդ իմ սերնդի կյանքը։ Բայց մի քիչ այնքան էլ այդ ուղղությամբ, այսինքն չէ, այդպես է իրականում, բայց մի քիչ գնաց կենսագրականով։ Ակամա ստացվեց։ Գիտեք, հետո եթե սկսում ես գրել, դու այնքան էլ չես կարողանում, ասել ռուսական բառով ասեմ, կոնտրոլ անել ինքդ քեզ, գրվում է։ Մտքերը գալիս։ Գրվում է, հա, ինքիրանա գրվում, տանում է քեզ։ Այդ գրիչը սպիտակ թղթի վրա քեզ տանում է։ Համենայն դեպս շատ անկեղծ է, դա դուրս եկավ իմ նաև իմ սերնդի կյանքը ուսանող տարիներից մինչև Արցախի հանձնումը։ Նաև պատերազմից ես հետո, ճիշտ մինչև ասած հասել եք։ մտածում էի, որ մինչև Հայաստանը խելքի կգա, բայց այդ Արցախի հանձնումը այն աստիճան էր ցավացրեց, որ այդտեղ կանգնեցի։ Փաստորեն այսօր էլ ինչպես տարիներ շարունակ հարցերը տանջում են, արդյոք երբևէ կխաղաղվի ցավից կնքված մեր տանջանքը եւ խեղված հոգին, արդյոք երբևէ ազգովի կհասկանանք, որ պարտք ենք մեր անքանակ մատաղ զոհերին, արդյոք կսթափվենք ու կհասկանանք, որ բավական է դարեդար մի կերպ գոյատևել, արդյոք կորոշենք վերջապես արժանապատիվ ու մարդավայել ապրել։ Ես չէի ընթերցել գիրքը, բացեցի եւ հենց այս հատվածը կարծես ամփոփիչ դառնա հենց այսօրվա մեր զրույցի համար, արդյոք կարող ենք, բայց պարտավոր ենք։ Պարտավոր ենք, Տիկին Արզումանյան, պարտավոր ենք, որովհետև իրավունք չունենք այսպես ապրենք, իրավունք չունենք։ Ես իհարկե շատ եմ տառապում, շատ եմ հուսահատ, շատ եմ հիասթափված, ցավալիորեն հիասթափված եմ իմ ազգից, որ շատ եմ սիրել իմ ազգին, իր բազմաթիվ առավելությունների համար, որ ունենք։ Ես միշտ խոնարհվել եմ մեր մշակույթի առաջ, որ շատ հզոր բայց հիմա նաև շատ հուսահատված եմ ընդհանրապես, ուղղակի մի միտք, որից ես անverջ կառչում եմ, որը իմ փրկությունն է երևի, մտածում եմ, որ դարերով, այնուամենայնիվ դարերով եկել ենք, շատ հին ենք, շատ ծեր ենք, շատ հոգնած ենք, շատ հիվանդ ենք, բայց եկել ենք ճանկրելով, հասել ենք մինչև այս դար։ Ով ասա, որ մեզ կանավերացնի, ապրելու ենք, իհարկե ապրելու ենք։ Ես շնորհակալ եմ Տիկին Արզումանյան, սա մեր առաջին հարցազրույցն էր, ես մեծ սիրով սպասում եմ, որ մենք հաճախակի խոսենք, ձեր խոսքը շատ կարևոր է, դուք այո,
70-ականների սերնդի, 80-ականների սերնդի, նաև այսօրվա ամբողջ այդ արժեքները ձեր մեջ խմորած, ամբողջ ամբարած այդ հիշողությունը մեր փայլուն մտավորականներից եք, լավագույններից, իսկ լավագույնները պետք է խոսեն։ Այս կուզեի, որ էլի թեմաներ կան, հա, մտավորականների հետ կապված շատ հարցեր կան։ Մարդիկ կան, որոնք չգիտեմ ինչ զգացողություններով պայմանավորված չեն ուզում այսօր բարձրաձայնել, խոսել, քիչ են այսօր խոսել ցանկացողները, բայց բոլորի մոտ ես նկատում եմ կա մեծ, այո, վրդովմունք, ատելություն, հայրենիքի կորստի մեծ վտանգ կա, եւ պետք է մարդիկ խոսեն։ Պիտի խոսեն, որպեսզի արթնանա նաեւ ժողովուրդը։ Չէ՞ կարծում որ ձեր խոսքն է պետք է արթնացման համար։ Ի վերջո ովքեր են խոսում 20-րդ դարի սկզբին Թումանյան, Չարենց, մեծ այդ բուլկներ, չէ՞, մեծ այդ հարստություններ։ Եզրափակիչ խոսք, խնդրեմ։ Ես ուզում եմ ուղղակի մենք մեր հավատը չկորցնենք։ Այդքան Արմեզ եւ առաստված հավատը չկորցնենք, հա, ու փորձենք մի հատ բաց աչքերով նայել իրականությանը, բաց աչքերով։ Շնորհակալ եմ Տիկին Արզումանյան, անկեղծ, բայց շարունակություն լինելու է անպայման մեր այս զրույցը, կիսատ չի կարող մնալ։ Ես վերհիշեցնեմ, որ այսօր մենք տաղավարում ես զրուցում էի հրաշալի մտավորականի հետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանն էր իմ հյուրը։ Լավ եղեք, կհանդիպենք։